Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են յուրաքանչյուրը 205 ռազմագերի։ Այս ամսվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված երրորդյա հրադադարի շրջանակում Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. «Սա 1000-ի դիմաց ավելի խոշոր փոխանակման առաջին փուլն է»։ Նրա խոսքով վերադարձված ուկրաինացիների մեծ մասը ռուսական գերության մեջ էր գտնվում դեռևս 2022 թվականից։ Ուկրաինական ռազմական հետախուզությունը նշել է վերադարձվածների թվում կան Մարիուպոլի պաշտպանության ժամանակ գերեվարված զինվորներ, սպաներ եւ սերժանտներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր համբերությունը Իրանի նկատմամբ սպառվում է եւ որ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ համաձայնության են եկել, որ Թեհրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ունենալ։ Թրամփը նաեւ ընդգծել է Իրանը պետք է վերաբացի Հորմուզի նեղուցը, որը փաստացի փակվել էր ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումից հետո։ Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, այս հակամարտությունը երբեք չպետք է սկսվեր եւ այժմ շարունակվելու պատճառ չունի։ Թրամփը զգուշացրել է, եթե Իրանը չհամաձայնի գործարքի, ԱՄՆ-ն կարող է կրկին հարվածներ հասցնել։ Սոմալիի ծովահենները կրկին ակտիվացել են Իրանի պատերազմի ֆոնին։ Քանի որ բազմաթիվ առևտրային նավեր շրջանցում են Հորմուզի նեղուցը եւ անցնում Աֆրիկայով։ Այս նոր երթուղիները նավերին հասցնում են Սոմալիի վտանգավոր ավազան, որտեղ վերջին շաբաթներին գրանցվել են մի շարք առևանգումներ։ Նավերի համար այդ շրջանցումը բերում է շուրջ $1 միլիոն լրացուցիչ ծախս, վառելիքի ապահովագրության եւ շահագործման ծախսերի աճի պատճառով։ Ծովահենական ցանցերը օգտվում են աճած նավային երթևեկությունից եւ փորձում են վերականգնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում։ Լեհաստանն ու Լիտվան շարունակում են հետևել Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության վերաբերյալ ԱՄՆ-ի քննարկումներին։ Այդ թվում Լեհաստանից 4000 ամերիկացի զինծառայողների ժամանակավոր տեղափոխումը դադարեցնելու հնարավոր ծրագրերին։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, ստացել է հավաստիացումներ, թե այս որոշումները կրում են լոգիստիկ բնույթ եւ անմիջականորեն չեն ազդի երկրի անվտանգության վրա։ Նրա խոսքով ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունը սպասում էր տարիներ շարունակ եւ Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական պաշտպանության հարցում։ Միաժամանակ Լիտվայի իշխանությունները փորձում են համոզել Վաշինգտոնին ավելացնել երկրում ամերիկյան զորքերի ներկայությունը, այդ թվում հնարավոր է Գերմանիայից դուրս բերվող ստորաբաժանումների հաշվին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինում այցելել է Չինաստանի կոմունիստական ղեկավարության խիստ գաղտնի համալիր Շունանհայ։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը նրան ուղեկցել է այգիներով, որտեղ առաջնորդները զրուցել են թեյի եւ ճաշի ընթացքում։ Այս վայրը համարվում է Չինաստանի իշխանության կենտրոնը եւ հաճախ համեմատվում է Սպիտակ տան կամ Կրեմլի հետ։ Սի Ցզինփինը նշել է, այս հրավերը պատասխան քայլ էր 2017 թվականին Թրամփի կողմից իրեն Մարալագոյում հյուրընկալելու համար։ Կուբայի էներգետիկ ճգնաժամը կարող է ավելի խորանալ, քանի որ մարտին Ռուսաստանի ստացված նվիրաբերված նավթը սպառվել է։ Կուբայի էներգետիկայի նախարար Վինսենտ դե լա Օլևին հայտարարել է. «Երկրում դիզվառելի գրեթե չի մնացել եւ մայրաքաղաք Հավանայում հոսանքի անջատումները հասնում են օրական 20-ից 22 ժամի»։ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ գործողություններից եւ Կուբայի նկատմամբ ճնշումների ուժեղացումից հետո կղզին փաստացի զրկվել է նավթի մատակարարումներից։ Չինաստանի նվիրաբերած արևային պանելները չեն կարողանում ամբողջությամբ լուծել խնդիրը, քանի որ գիշերային ժամերին բավարար էներգիա չեն ապահովում։ Ուկրաինան լայնածավալ հեռահարանոթաչու հարվածները հասցրել Ռուսաստանի մի շարք շրջանների, այդ թվում Ռիազանի խոշոր նավթավերամշակման գործարանին։ Հարձակումը տեղի ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանը 3 օր շարունակ զանգվածային հրթիռային եւ անօթաչու հարվածներ հասցնում Ուկրաինային, հատկապես Կիևին։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, ռուսական հարվածներից ամբողջությամբ ավերվել է բնակելի շենքի մի հատված, զոհվել են տասնյակ մարդիկ, այդ թվում երեխաներ։ Եվրոպայի խորհուրդը հայտարարել է, առաջ է շարժվում Ռուսաստանի ղեկավարությանը դատելու համար հատուկ տրիբունալ ստեղծելու ուղղությամբ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, Թեհրանը վստահություն չունի ԱՄՆ-ի նկատմամբ եւ պատրաստ է բանակցել միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ վերաբերվի գործընթացին։ Նրա խոսքով Հորմուզի նեղուցով կարող են անցնել բոլոր նավերը, բացառությամբ Իրանի դեմ պատերազմող երկրների նավերի։ Արաղչին նշել է, իրավիճակը նեղուցի շուրջ չափազանց բարդ է, իսկ բանակցությունները դժվարին վիճակում, քանի որ կողմերը մերժել են միմյանց վերջին առաջարկները։ Նա ընդգծել է, Իրանը փորձում է պահպանել հրադադարը, դիվանագիտությանը հնարավոր
պարտավորություն տալու համար, սակայն պատրաստ է վերադառնալ ռազմական գործողությունների։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, Ռուսաստանի ինտենսիվ հարձակումները Կիևի վրա ցույց են տալիս, որ Մոսկվան ընտրել է ոչ թե բանակցությունների, այլ էսկալացիայի ճանապարհը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, Ռուսաստանը վերջին օրերին արձակել է ավելի քան 1500 անօդաչու սարք եւ բազմաթիվ հրթիռներ։ Մերցը ընդգծել է, Եվրոպան եւ Ուկրաինան ցանկանում են արագ ավարտել պատերազմը, սակայն Ռուսաստանի գործողությունները հակառակն են ապացուցում։ ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը նույնպես նախազգուշացրել է ուկրաինական ատոմակայանների մոտ ռազմական ակտիվության աճի մասին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. Թեհրանը պատրաստ է հետագայում քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը հարստացված ուրանը Ռուսաստանի տարածք տեղափոխելու վերաբերյալ։ Դիվանագետի խոսքով, այդ թեման արդեն քննարկվել է Պուտինի հետ հանդիպման ժամանակ, սակայն հիմնական բանակցությունները դեռ առջևում են։ Մարտի 9-ին Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին Իրանի շուրջ ճգնաժամի կարգավորումը։ Ավելի ուշ Axios-ը հայտնել էր, առաջարկվել է Իրանից Ռուսաստան տեղափոխել 450 կիլոգրամ հարստացված ուրան, սակայն աղբյուրների տվյալներով Թրամփը մերժել է այդ գաղափարը։